Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը մշտապես լինի տեղեկացված եւ բաց չթողնի օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Լրագրող Թուղթչե Yılmazի նկատմամբ Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուկ վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը։ Ստամբուլի դատախազությունը Թուրքիայի հայ երիտասարդների հետ անցկացված հարցազրույցը լուսաբանող հոդվածի համար խմբագիր Թուղթչե Yılmazի դեմ մեղադրանք է առաջադրել։ Նա մեղադրվում է թուրք ազգին Թուրքիային պետական մարմիններին ու կառույցներին վիրավորելու մեջ։ Նա սակայն նշել է, որ հայոց ցեղասպանության թեման շոշափելու համար արմատական եւ ազգայնական մեկի հաղորդման հիման վրա է իր դեմ գործ հարուցվել։ Դու կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Հարգելի ժողովուրդ, կուսակցության դռները սիրահոժար բացված էին մինչև դեկտեմբերի 1-ը։ Նոյեմբերի 30-ին կեսգիշերին դռները փակվեցին։ Այո, փակվել է նաև կուսակցությունը եւ վաղ ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելուց հետո ամբողջ պետական ապարատը գործելու է բացառապես օրենքի եւ կարգապահության դաշտում։ Ասել էինք, մինչև դեկտեմբերի 1-ը եւ դրանից հետո ոչ մի ծանոթ, ոչ մի միջնորդություն, անգամ դեսպանատան հարգարժան անձի կողմից չի ընդունվելու։ Ով պետք էր հասկացավ, կարգապահությունը սկսում ենք ինքներս մեզնից եւ օրինակ ենք դառնալու բոլորի համար։ Արձանագրում է, որ կուսակցությունը ընտրությունների մասնակցելու է դաշինքով։ Ընտրություններին ընդառաջ կհրապարակվի նախընտրական ցուցակը։ Միայն կասեմ, որ ցուցակում ընդգրկված արական սեռի ներկայացուցիչները, որպես կանոն, բացառապես բանակում ծառայած կամ գիտական աստիճան ունեցող անձինք են։ Ցանկ իր որակական հատկանիշներով եւ ներգրաված անձանց բարեվարքությամբ գերազանցելու է բոլոր ժամանակների ազգային ժողովի падգամավորներին։ Զեկուցում եմ իմ ընտրողներին, որ խոշորացույցով եմ ուսումնասիրել բոլոր այն քաղաքական ուժերին եւ անհատներին, ովքեր հայտ են ներկայացրել դաշինքով ընտրություններին մասնակցելու համար։ Արդյունքը գրում եւ ստորագրում եմ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց համար դռները բաց էին, բայց ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը չներկայացան, մի մասը որոշեց սպասել, իսկ մի մասն էլ իրենց գաճաշ տոկոսներով փորձելու են մխտռել եւ նախկիների ջրաղացին ջուր լցնել ընտրություններին, ասել եմ, դեռ երանի եք տալու նախկին Վարդան Ղուկասյանին։ Հարգանքներով դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյան։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։ Ինչպես հայտնում է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամը կաթողիկոսը մասնակցել է նաև Հռոմի Պապի մատուցմամբ Սուրբ եւ անմահ պատարագին, որի մոտ 100,000 մարդ է մասնակցել։ Հրապարակ օրաթերթը գրում է. 2022 թվականի ամռանը ԱԱԾ-ն աղմուկով բերման ենթարկեց Գյումրեցի օրենքով գող Սուրոյին եւ նրա հետ փոխկապակցված մի խումբ անձանց։ Քննչական կոմիտեն այդ ժամանակ ծավալուն հաղորդագրություն տարածեց, որտեղ ներկայացված էին Սուրոյի ղեկավարած խմբավորման գործողությունները։ Այսպիսով, Փաշի տղա Սուրո Լենականսկի անունով օրենքով գողը 2021 թվականին տեղի ունեցած ինչ-որ ծեսկրտուքի հետ կապված գործ է լուծել գողականով, ապա ասել, որ նման հարցերը լուծելու են իրենց օրենքներով եւ հրահանգել է դա փոխանցել մյուսներին։ Հանձնարարները բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարելու են վերջինիս պահանջը, այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը եւ ներգրավելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։ Բացի սրանից, ըստ քննչական կոմիտեի, Փաշի տղա Սուրո Լենականսկին իր մարդկանց միջոցով Հայաստանի տարբեր բանտերից հավաքագրել է գումարներ, որից $5,000 փոխանցվել է ԶԱՊ-ի Եգան Արտյոմ Լենականսկի մակամամբ անձին քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ։ Այնուհետև նա հավաքագրված գումարների շարժի հաշվապահությունը վարող Ռաֆիկ Իգիթյանին եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն հոր մահվան կապակցությամբ $10,000 գումար փոխանցել ԶԱՊ-ի Եգյանին։ Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել $10,000 եւ տեղափոխել իր մատնանշած վայրը։ Աշոտ Իգիթյանը մասնակցելով նշված խմբավորմանը թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս եւ Ցոլա Գևորգյանը ԶԱՊ-ի Եգան Արտյոմ Լենականսկի մակամամբ այտնի անձին են փոխանցել նշված գումարը։ Այս քրեական գործում 8 մեղադրյալ կա, որոնք հարում են քրեական ենթամշակութային խմբավորմանը։ Մեղադրյալների թվում են Գյումրիում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ճանաչված գործարար Ռաֆիկ Իգիթյանը, Իգիթյոռոն, նրա որդին Աշոտ Իգիթյանը եւ Վահան Տեր-Պողոսյանը, Փաշի տղա Սուրո Լենականսկի մակամամբ հայտնի Սուրեն Ավետիսյանը, ԶԱՊ-ի Եգան Արտյոմ Լենականսկին, օրենքով գող Անդրանիկ Սողոյանի ԶԱՊ Լենականսկի քրոջ որդին, նաեւ Ցոլա Գևորգյանը, Տեքստիլի Ցոլոն, Կարեն Վարոսյանը, Աֆիշի Կարենը։ Գործը 2022-ին հասել է Շիրակի մարզի դատարան։ Ի սկզբանե մեղադրյալները
տղաները կալանավորված են եղել, բայց ժամանակի ընթացքում ազատ են արձակվել։ Գողերն ու մականունավոր տղերքը հոս սրբազաններ չեն կամ հայտնի գործարներ, որ մի խոսքի համար բանտ նետվեն ու ամիսներով պահվեն, գրում է օրաթերթը։ Պետեր Կարլ Ֆաբերժեի ադաբանտակուր բյուրեղյա ձուն, որը ժամանակին պատկանել է ռուսական կայսերական ընտանիքին, Լոնդոնի աճուրդում վաճառվել է ռեկորդային 22.9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ըստ Աջուր Տիտան, ձմեռային ձուն, որը համարվում է լեգենդար ոսկրիրջի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը, գնվել է դեկտեմբերի 2-ին։ Գնորդի անունը չի նշվում։ Ձուն զարդարված է 4500 ադամաններով, այն պատվիրել է Նիկոլայ II ցարը 1913 թվականին, որպես նվեր իր մորը։ Ֆաբերժեի ձվի վաճառքի նախորդ ռեկորդը 2007 թվականին էր, երբ այն աճուրդում վաճառվել էր 8.9 միլիոն ֆունտ ստերլինգով։ Ֆաբերժեն ռուսական կայսերական Ռոմանովների ընտանիքի համար ստեղծել է ընդհանուր առմամբ 50 ձու։ Ձմեռային ձուն մեկն է այն 7-ից, որը գտնվում է մասնավոր անձանց մոտ։ Մյուսները կամ կորել են, կամ գտնվում են տարբեր կառույցներում եւ թանգարաններում։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ամանորյա տոնածառների ձևավորման նոր թրենդ է տարածվում՝ տոնածառ հարսնացու։ Մարդիկ ծառը զարդարում են խաղալիքներով, այդպիսով ուրվագծելով թափանցիկ վարագույր, ստեղծելով հարսանեկան զգեստի էֆեկտ։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով, եթե ցանկանում եք մշտապես լինել տեղեկացված եւ բաց չթողնել օրվա ամենակարևորը, եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Առջևում սպասում են նոր բացահայտումներ։